Աղջիկներ, այս որ դառնա, որ սկիսուրի պատճառով հարսը բաժանվի։ Այս որ դառնա, որ սկիսուրները տուն մաքրելու համար հարսի վրա խոսեն։ Այս որ դառնա, որ ճաշեպելու համար հարսների վրա խոսեն։ Այս որ դառնա, որ հարաբերությունների համար կիսուրները խոսեն։ Եթե այդ ամեն ինչը պետք է հարցրել են ջահելները, ձեզանից օգնություն են խնդրել ու դուք այդ ամեն ինչը արել եք, ապրեք, բոլորիդ գրկում եմ ամուր, դուք հրաշք եք, դուք օգնում եք ձեր երեխաներին, իրանց խնդիրներն եք լուծում, իրանց հարցերին եք պատասխանում եւ օգնում եք, որ ընտանիքը կարգավորվի։ Բայց եթե երեխեքը չեն խնդրել, իրանց համար հանգիստ սիրուն պուպուշ ապրում են, իսկ դուք այդ ձեր խորհուրդներով երեխեքին խանգարում եք, կռվածնում եք, իրանց կյանքը դժոխք եք դարձնում, ինչ եք անում, աղջիկներ, ինչ եք անում, դուք երեխա եք ամուսնացրել, իրանք իրար սիրում են, երջանիկ են, բալիկներ ունեն, ինչի եք կողքից խանգարում, ես պրոստը ապշում եմ, դուք ձեր կյանքը չունեք, այ ինչի եմ ասում, մեծ աղջիկներ, ձեր կյանքով զբաղվեք, ձեզանով զբաղվեք, պարի գնացեք, լողի գնացեք, սպորտի գնացեք, դուրս եկեք, քայլեք, ինչ-որ մի բան կարդացեք, չգիտեմ, կարեք, գործեք, ինչ ունեք անելու, ես պրոստը ապշում եմ, հիմա աղջիկներն են աշխատում, ուրեմն այդ աղջիկը համ փոքր երեխա է պահում, համ աշխատում է, համ էլ պետք է իդեալական տուն մաքրի, համ էլ պետք է իդեալական ճաշ հասցնի, ո՞նց է դա լինում, չի լինում, եթե ձեր տղամարդը, ձեր տղան չի հասցնում ընտանիքը նորմալ պահի, ապահովի, հիմա պատահում է, ձեր հարսն է օգնում իրան, աշխատում է եւ ջահելները իրար հետ ձեռի տված տուն են պահում, ինչումն է իմաստը, որ դուք իրանց խանգարեք, ինչի եք դուք մտնում այդ մարդկանց տուն ու ինչ-որ կեղտոտ բաներ փնտրում, չլվացած ամաններ փնտրում ու հլը մարդիկ կան նկարում ուղարկում են տղային։ Դուք չգիտեք, որ տղամարդիկ մանր-մունր բանի հետևից չեն ընկնում։ Տղամարդը տեսնում է իր կինը նորմալ երեխեքին մեծացնում է, իր կեքսը տեղում է, ուտել խմելը տեղում է, տրամադրությունը տեղում է, կինը հավատարիմ նվիրված կողքն է, մանր բաները տղամարդը չի նկատում։ Ինչ է նշանակում դու բարձրանում ես սերվանտի վրա, նկարում ուղարկում ես տղայիդ։ Ամանը լավ չի լվացվել նկար ուղարկում ես տղայիդ ու կռվածնում ես այդ երեխեքին, ինչ եք ուզում։ Երկու երեխա ունեն, ընտանիք են, ինչի համար եք դա անում։ Ես հարցների վրա եմ զարմանում։ Աղջիկներ, ինչի եք դուք վիճում։ Աշխատում ես, երեխեք ես ունեցել, դու քո գինը իմացի, ասա ոչինչ, մամայդ էլ է պատահում։ Մի օր թող կեղտոտ լինի։ Մաման մի բան ասում է, դու էլ պիրեջից ես անում։ Մի արա։ Ասա հա, գիտեմ, որ այն չի, ոչինչ, կհասցնենք, ժամանակը կգա, էդ էլ կանենք։ Ամեն մեկը միանգամից խազայկա չի եղել։ Ամեն ինչ նորմալ է, կարևոր է երեխեքս առողջ են, ամուսինս լավ է, մենք լավ ենք։ Ուրիշ մամ ջան, ինչ կա։ Ախր որ ասում հմուտ եղեք, չգիտեմ, դիվանագետ եղեք, սիրուն խոսել իմացեք, այ դրա համար եմ ասում։ Կիսուրդ եկավ, ասեց կեղտոտ է։ Ինչ ես կռվում հետ։ Ասա հա մամ, տենում եմ, չեմ հասցրել, հետո կանենք, ոչինչ։ Արի կոֆե խմենք մի հատ։ Հա, ինքը մեղավոր է, եկել է տեսել երկու երեխա, տուն տեղ, անհնար է։ Ես երկու երեխա մինիմում եմ ասում։ Ես աղջիկներ ունեմ 3, 4, 5-րդն են ունենում արդեն։ Այդ մարդու տունը մտնես, այն ուզես չուզես մի բան կգտնես ասելու։ Անհնար է։ Տուն, որտեղ շատ երեխաներ կան, այդտեղ երջանկություն կա։ Թող մի երկու բան էլ թափած լինի։ Եթե երեխեքը առողջ են, մեծանում են, ուրախ են, ուրեմն հիգիենան տեղն է, ուրեմն հոգեպես մաման առողջ է ու երեխեքին ճիշտ մեծացնում է, երկու բաներ թող թափած լինի։ Մի խոսքով մեծերը չգիտեն ոնց իրանց պահեն, փոխանակ օգնեն, խանգարում են, երիտասարդներն էլ կռվում են, վիճում են, ինչի եք վիճում։ Այ հենց դրանից է սկսվում։ Իմ հետ ով կարա վիճի։ Ոչ ոք։ Երբեք, որտեվ դիմացս կանգնեն, վատ բաներ ասեն, վիճեն, ուզենան ինձ վեճի մեջ գցեն, չեն կարա։ Եթե մի բան մարդը ճիշտն է ասում, ես ասում, հա, ճիշտ է, ես չեմ մաքրել, ստեղ կեղտոտ է, ոչինչ, արի, մի հատ սուրճ խմենք, տեսնենք ոնց է, ամեն ինչ նորմալ է, կարևորը առողջությունն է, էդ էլ կլինի, երեխեքը կմեծանան, կդասավորենք։ Եթե տեսնում եմ դիմացինս իրանն է ասում, ձենս կտրում, լռում եմ, իմ գործերով եմ անցնում, այնքան գործ ունեմ անելու, իմ ուղեղի մեջ 1000 դասավորված գործեր կային, ժամանակ չունեմ ամեն մի ֆինտիֆլուշկային պատասխանեմ։ Մարդ, ով իմ հոգին է ցավացնում, ինքը իմ կյանքում գոյություն չունի։
Մարդ ով չի խնայում քո հոգին, ինչ գործ ունի քո կյանքում, կողքս էլ լինի 10 տակ էլ խոսի, տեղ վեճից չլինի։ Пошел к черту, иди к своему черту и говори там. Ես իմ ամուսնու հետ լավ տրամադրություն եմ ստեղծում, լավ ապրում եմ, երեխեքիս սիրուն առողջ ուրախ մեծացնում եմ, ամեն ինչ լավ է, իմ մոտ հիմա մի բան էլ թափած է, հիմա մի բան էլ պակաս եմ եփե պատվիրել եմ, կամ կլինիկ պատվիրել։ Պատվիրեք թող գան մաքրեն մարդիկ ուրախանան։ Ասա մամ ջան, քո ծնունդին այս տարի քեզ նվեր չեմ տալ, այդ փողով կլինիկ եմ պատվիրում, դու երջանիկ լինես, տունս մաքուր լինի։ Ուրա ձեր հմտությունը կանացի։ Հավատացեք, դիմացինը տելը տենց ավելի լավ կսկա իրան։ Կռիվ ու վեճ չի լինի։ Իրա մտածելակերպն էլ կփոխեք ձեր այդ պահվածքով։ Թեթև ապրեք, այս որ դառնա։ Կլինինգը կա, պատրաստի ուտելիքը կա, ավելի մաչելի է նստում։ Մարդիկ գնում են ընտանիքներով, էլ որտեղ էլ կասես նստում հաց են ուտում, գալիս են տուն, չեն կարա, երեխեք ունեն, աշխատում են։ Դարը փոխվել է, ամեն ինչ ստեղծվել է մարդու համար։ Մենք այսօր այնքան ժամանակ չունենք, որ ամանները լվացվում են, ժամանակ չունեմ տեղը դասավորեմ։ Այդ տեղից էլ օգտագործում ենք, հետո էլի նորից հետ ենք լցնում, լվանում ենք։ Լվացքը պատրաստ է լինում, ժամանակ չունեմ, հանեմ փռեմ, մի րոպե գողանում եմ, ինձանից արագ փռեմ։ Չորացուցիչ ենք առնում, ժամանակ չունենք, հանենք, ծալենք, դրենք տեղը։ Այսօր ամեն րոպե դասավորած է։ Օրը կարճացել է 24 ժամվա տեղը 18 ժամ է մնացել։ Հա, կստացի մենք բոլորս ավելի երիտասարդ ենք, քան ներ թիվը, որ գրած է մեր պասպորտում, որովհետև օրերը կրճատվել են ու մենք ավելի երիտասարդ ենք։ Այսինքն սիրուն բաներ մտածեք։ Հրաշքներս այնքան սիրուն է կյանքը, այնքան հեշտ է ապրելը։ Ուղղակի դուք այսից փոքր տեղն եք մնացել ու չեք տեսնում գլոբալ ինչ բան է կյանքը, ոնց է կարելի մարդկանց հետ խոսել։ Երբ որ դու վիճում ես մեկի հետ, դու ես վիճում, դու ես վիրավորվում։ Մեկից նեղանում ես օրերով, դարերով չես խոսում, դու ես վիրավորվել ու նեղացել։ Դարը այսօր տենց է։ Դու պետք է սիրուն ապրես, որպեսզի դու քեզ բարձրացնես, ուրիշին չպետք է գցես։ Ուրիշին փնովելով դու քեզ չես բարձրացնում, ուրիշի որակը գցելով դու քո որակը չես բարձրացնում, ուրիշին գեշ տգեղ հիմար ասելով դու չես խելացի դառնում, գեղեցիկ եւ հրաշք։ Դու քո մասին խոս։ Ես սենց եմ, ես էս մարդն եմ, ես էս մասնագետն եմ, ես լավ եմ զգում, ես վատ եմ զգում, իմ մասին է այս կյանքը։ Եվ միշտ ասում եմ, վիճել իմացեք իրար հետ, կռվելու ձև իմացեք։ Դու տղամարդուն, որ ասես հետը բարձր գորաս, ինքը կվիճի քո հետ։ Փոխանակ ասես ես հրաշքս, ինձ վատ եմ զգում, նեղվում եմ, արի հասկանանք էս ոնց անենք, արի հասկանանք այն ոնց անենք, որ անենք, որ սիրուն ապրենք։ Իրար տանք այն ամենը, ինչ որ կարևոր է մեր համար։ Մի կարևոր բան էլ ունեմ ասելու ձեզ։ Մարդիկ, երբ որ ընտանիքում ապրում են ու իրար հետ չեն խոսում, ու իրար չեն բացատրում, ու իրար չեն ասում այն դեֆիցիտների մասին, որ իմ մեջ կա, ես չեմ ասում, հա։ Ես այդ դեֆիցիտով էլ մնում եմ։ Ես կբարձրաձայնեմ, կասեմ հրաշքս, իմ արևս, այս ինչ բանը մեր մոտ լավ չի, արի որոշենք ոնց անենք լավ լինի։ Տղամարդիկ էլ են տրամադրված, որ քո մոտ կյանքում ամեն ինչ լավ լինի, քո մասին հոգ են տանում, սուսու լուր, հոգս ու բեռ են տանում, չեք տեսնում։ Հիմնական բաները, որ տղամարդիկ անում են, այ ասելու եմ։ Լուր պահում են ընտանիքը, բերում են, կերակրում են, երեխեքի հոգսը վերցնում են իրանց վրա, ընտանիքի հոգսը վերցնում են իրանց վրա, լուր ձեր մասին հոգ են տանում, դուք այդ ամեն ինչը չեք տեսնում, ես իմ ինչերի հետևից եք ընկնում, մի հատ լռեք ու հետևեք ձեր ամուսինների արածը, տեսեք դաժե ինքը որ քո վրա գոռում, հայքի ոտերդ բաց, գնացել ես, մրսել ես, այդ էլ է քո մասին, այդ էլ է ինքը մտածում քո մասին, ու տղամարդիկ ոչ բոլորն են արտահայտվում, մարդկա ուսուսուլուր իրա գործն է անում։ Մարդ էլ կա այնքան կոպիտ է ասում իր ուզած բանը, որ դու ասում ես լավ, ինչի ա վրես գոռում։ Այո, գիտեմ, տղամարդիկ կան, շուտ վիրավորվում են, նեղանում են, ամիսներով չեն խոսում, փոքր երեխա են մնացել, ուղղակի չեն մեծացել, իրանք իրավունք չունեն ընտանիք կազմելու։ Իսկ այն աղջիկները, ովքեր նոր պետք է ամուսնանան, աղջիկներ, հրաշքներ ջան, նայեք ում հետ եք ամուսնանում, հետո մի տարի մանեք եք, մի հատ ծանոթացեք, տեսեք ոնց է շարժվում, ծնողի հետ ոնց է վերաբերվում, դրսում մարդկանց հետ ոնց է վերաբերվում, կենդանիների հետ ոնց է արտահայտվում սրա նրա մասին, ամեն ինչ ուսումնասիրեք, հետո ամուսնացեք։ Տղաներ, դուք էլ աղջիկների հետ երկար ընկերություն արեք, տեսեք ինքը ինչա մտածում, ում մասին ինչա խոսում, ոնց է մեծերին վերաբերվում։ Մարդ մի ամիս, 2 ամիս, 3 ամիս լավ դերասանություն կան։ Մի տարի հնարավոր չի մարդ դերասանություն անի։ Դրա համար ընկերություն եք անում մի տարի։
ոչ պակաս։ Աղջիկներ, երկար թողեք, տեսեք տղամարդիկ ոնց են ձեր մասին հոգ տանում։ Եթե դիմացինը շատ հարուստ մարդ է, տես ֆինանսապես ոնց է պատրաստ քո վրա ծախսի։ Եթե սրեդնի աշխատող տղա է, տես ոնց է քո մասին հոգ տանում, ոնց է քո ցանկությունները կատարում։ Ու եթե ինքը սրեդնի տղա է ու դու իրան ճիշտ վերաբերվես, դու իրան կհասցնես իրան մաքսիմումին, երբ որ ամուսնանաք։ Մեզ այն շատ բան է կախված։ Մի ուզեք հարուստ տղա, ուզեք ձգտող, աշխատող, լավ տղա, որի կողքը դու կլինես, դու իրան կօգնես, կողքեվորես, կողքեշնչես, ինքը քո կողքը կդառնա այդ քո ուզած հարուստ լավ տղեն։ Ու իր այդ ունեցվածքը քոնն էլ կլինի։ Ջիգարով, սրտանց, ամեն ինչ։ Չգիտեմ, իրար հետ հիմա այս դառն նայեք է, որ բոլորս աշխատում ենք։ Մեր ամուսիններին պատժկա ենք անում։ Ու էլի եկանք նրան։ Այս են դարը չի, որ տուն մաքրելու ու ճաշեփելու համար մարդիկ բաժանվեն։ 100 անգամ կկրկնեմ։ Տուն մաքրելու համար կլինիկ պատվիրեք։ Ճաշեփելն է կարելի է գնալ միտեղ համով հաց ուտել գալ քնել։ Երեխեքը կմեծանան, ճաշներ կեպվի, տունել կմաքրվի, կմնա ձեր անիմաստ վեճերը, որը տուն են քանդում։ Դու գիտեք կիսուր մայրիկներ, դու գիտեք ձեր հարցները նենց մի ամեն ինչով գոհ են, նենց բաներ են դիմանում հարցները, նենց անձնական բաների հետ են հաշտվում, որ դուք եկել եք տուն մաքրելու համար, բա որ ձեր հարցը այսքան հեշտ երեխա չունենար, բա որ ձեր հարցը գար ու չկարողանար այս հրաշք ձագուկներին մի անգամից բերել 7 տարի, 10 տարի, 15 տարի տանջվեք, հետո միլիոններ ծախսեք, որ մի հատ երեխա ունենայիք։ Ամեն ինչ պետք է հաշվի առնեք ու ամեն ինչի համար շնորհակալ լինենք այս աշխարհում։ Ջղայն եմ այսօր, այսինչ եմ ես ջղայնանում։ Խոսքով հրաշքներս իրար սիրեք, կյանքը հիասքանչ է, իրար տեսեք։ Ու եթե դու այդքան հրաշք աղջիկ ես, որ ամեն ինչ գիտես, գլոբալ հասկանում ես կյանքից, ինչի ես վիճում կիսիրուց հետ կամ տալիթ հետ կամ մեկի հետ, ինչի ես վիճում։ Մի վիճի։ Ոնցի գնա, քո գործն նայի, քո կյանքին նայի, քո քեզ նենց պահի, որ մարդ չկարողանա քեզ մի բան ասի։ Ամուսնուդ սիրի, ամուսնուդ հետ սիրուն ապրի իրար հետ, քչի-պճի արեք, իրար հետ մշի արեք, սիրուն ապրեք։ Իսկ ես ուզում եմ, որ դուք բոլորդ երջանիկ լինեք, առողջ լինեք։ Չընկնեք մանր-մունր բաների հետևից, բարձր, վերև, բարձր վիբրացիաների տակ, գլոբալ հարցերով ապրեք, սիրուն տեսեք այս բնությունը, այս կյանքը, այս գեղեցկությունը, այս ծաղկող, այս ամեն ինչը։ Եկել տեսել ես, հարսը տետ վիճակի է, բա փոխանակ օգնես խոսում ես, ու հələ մի բան էլ կռիվ ես գցում տանը։ Վատ մի զգա, դու էլ ես կին, տեսնում ես մի բան են չեմ արեմ, ամջան, արա, ջիգարով օգնի, ես մեծ սիրով կընդունեմ օգնությունդ։ Բա, այսենց է պետք, տեսնում եք, ասեք, դե դու էլ արա սա, եկել ես օգնի, մի բանով հասի, չէ, գոնե մի խանգարի, մամ ջան, շատ սիրում եմ, քո տղային ուշքս գնում է, ու քեզ էլ եմ սիրում, որ իմ համար սենց հրաշք տղա ես ունեցել, արի մի հատ իրար հետ, հավեսով կյանք անցկացնենք, մանր-մունր բաների հետևից չընկնենք, կարաք օգնեք, չեք կարա, մի խանգարեք, թող երեխեքը տուն դառնան։